կոլեկցիաները իրականում ամենաբարդ բանն են ավելորդազերծման մեջ, որովհետև էմոցիոնալ կապը շատ ուժեղ է։ Ինչ կարող եք անել դուք։ Առաջինը կարող եք քչացնել քանակը, նախ տեղ հատկացրեք, որտեղ որ դուք չեք տեսնի այդ ձեր կենդանիների կոլեկցիան։ Առաջինը, երբ որ տեղը կհատկացնեք, որը որ կլինի փակ, էլի առաջարկում եմ որևէ տուփիկ վերցնեք, որևէ կոնտեյներ այդ կենդանիների քանակի համապատասխան եւ տեղավորեք, մի ցուցադրեք։ Ընդհանրապես հիմա կգամ արդեն այն մասին կխոսեմ, ինչպիսի մարդիկ են լինում։ Մարդիկ լինում են 4 տարբեր տեսակի։ Հիմա կասեմ։ Բոլորը սիրում ենք տարբեր ձևի։ Ես օրինակ սիրում եմ, որ ամեն բան առհասարակ փակ լինի, ցուցադրվի միայն հյուրասենյակում որոշ գեղեցիկ ինտերիերային իրեր։ Մարդկա սիրում է բաց։ Հիմա երևի թե դուք բաց տիպին եք պատկանում, ենթադրում եմ Լիլիթ ջան։ Ուրեմն այդ բաց տիպի մարդիկ սիրում են ցուցադրել ու ցուցադրում են ամեն ինչ, հա, հատկապես եթե չունեն այդ հմտությունները հասկանալ ինչ է արժե, ինչի չարժե։ Տեսեք, դուք գրում եք, չէ՞ որ անդադ նայելուց հոգնել եք նույն իրերին նայելուց։ Անպայման հենց այսօր հանեք այդ իրերը, դրեք որևէ տուփի մեջ եւ պահեք։ Որոշ ժամանակ անց դուք կզգաք առհասարակ դուք պատրաստ եք իրենցից ազատվել, թե 1-2-ը կպահեք, կցուցադրեք կամ չեք ցուցադրի, ուղղակի կպահեք դարակում իր տեղում, դա շատ կարևոր է։ Եվ եթե կզգաք, դուք ազատ եք, դուք մեղավոր չեք, դուք իրավունք ունեք այսօր հավաքել որևէ կոլեկցիա եւ վաղը այդ կոլեկցիայից ազատվել, նվիրել մանկապարտեզին, նվիրել մոտակա մանկապարտեզին կամ հանձնել բարեգործական կազմակերպություններ։ Իմեջում կա նկար, որի տակ բոլոր կազմակերպությունները նշված են, բազմաթիվ կազմակերպություններ են նշված։ Կարող եք դա անել եւ հավատացեք, շատ երեխաներ կուրախանան այդ հավաքածուով եւ կխաղան։ Իսկ դուք կարող եք պահել միայն ամենահարազատները, բայց դուք եք որոշում, դուք կարող եք ուղղակի իրեն տեղ հատկացնել եւ պահել։ Սակայն իմ փորձից ելնելով ասեմ, որ մարդիկ ուղղակի երբեմն տանջվում են, տառապում են, այնքան շատ կոլեկցիաներ են ունենում։ Եվ դա, գիտեք, գեղեցիկ չի դիտվում, այսինքն իմ բլոգում ես խոսում եմ մինիմալիզմից, բայց նաև շատ անպայման խոսելու եմ էսթետիկ, աչք քշոյող գեղեցիկ տան մասին ստեղծելուց, հա, որովհետև ինքս սիրում եմ գեղեցիկ ինտերիեր եւ երբ որ ամեն ինչը շատ է լցված է, հնարավոր չի դա դասավորել։ Ինտերիերի հետ կապված կասեմ ձեզ, որ նաև մի մեծ տեսանյութ եմ ցանկանում ձայնագրել նրա մասին, թե ինչ սխալներ են թույլ տալիս ինտերիերներում մարդիկ, եթե դուք նոր եք